Կոնկրետ այդ ժամանակ արդեն կային մեր են հիմնական կամավորական խմբերը, որոնք ամեն մեկը մի գործով էին զբաղվում, որովհետև չէ որ հասկանալի որ տարբեր է սկսած բարենամթերքից մինչև առաջին օգնության ինչ որ պարագաներ, մենք շատ արագ կազմակերպեցինք, դրեցինք չէ կարևոր մարդկանց, ովքեր կկարողանային օրնիբուն աշխատել, որովհետև պետք է տանջվեին ու այդ ընթացքում արդեն սկսեցին շատ մարդիկ գալ։ Հենց առաջին իսկ հրապարակումից հետո, երբ մենք ուղղակի ցույց էինք տալիս, ընդ որում ցույց էինք տալիս այնպես, որ շատ հասկանալի չլիներ ինչով ենք մենք զբաղվում, եւ ոչ թե որպես գովազդ տեսնեին, այլ որ անշուշտ պետք է յուրաքանչյուրը միանա եւ շատ մարդիկ եկան, արդյունքում մենք ունեցանք 200 կամավոր։ Առավոտից իրիկուն, հետո ամեն ինչ փոխվեց, սկսեցինք հագուստներ հավաքել, հագուստները տեսակավորել, եկավ մի պահ, որ առաջարկ եղավ այդ քողարկիչ ցանցեր պատրաստել, որոնք գիտեք են եւ այդ դիրքերի մուտքերն են փակում, քողարկում են, ասենք, զենք զինամթերքներ, որոնց պակասը, ինչպես հասկացանք, ուներ մեր բանակը։ Գիտեք, անգամ կային մարդիկ, ում համար որ մենք դա ընթացքում անում էինք եւ հետո նրանք դառնում էին մեր կամավորները։ Գալիս էին անտրտունջ, մենք փորձում էինք ասել, օրինակ, գիտեք, եկեք մենք ձեզ օգտակար լինենք գոնե փոխադրամիջոցների տեսանկյունից, կամ մենք ձեզ բերենք տանենք, կամ փորձենք ինչ որ ձևով փոխհատուցել, բայց ոչ ոք ամբողջ այդ ընթացքում, չգիտեմ, սարսափելի էր։ Հետագայում եղան այսպես խնդրանք, որ քաղաքապետարանը թույլ տա, որովհետև այդ հավաքատեղին հենց հրապարակի Խաչքարերի պուրակի մայթի վրա էր եւ բնականաբար մենք քաղաքապետից ստացանք այդ թույլտվությունը, որովհետև ծայրահեղ ժամանակ օրեր էին սպասվում, օրերի ընթացքում դա թույլ տրվեց։ Այդ օրվանից մենք ընտանիքով այդ տեղ էինք։ Չեմ կարողանում պատկերացնել, թե այդ ինչ է, ես ասում տեսեք, ռիսկոտ չէինք, ինչ տեղի ունեցավ։ Ինչքան մարդ ու ոչ ոք անիմաստ գործողություն չի անում։ Բոլորը ինչ որ կարևոր բանով են զբաղված։ Այդ ընտրություն կատարելուց մարդկանց ավելի շատ մասը ընտրումադրամի մեջ լինել, ավելի քիչ մասը գնալ առաջնագիծ, դա բերում է նրան, որ առաջնագծում մարդիկ քիչ են լինում։ Հետո իհարկե COVID-ով հիվանդացանք եւ ես եւ ամուսինս եւ մի տեսակ ինձ մեղավոր էի զգում, որ ես արդեն ստիպված եմ տանը մնալ, ամուսինս այնտեղ եւ այդ ժամանակ որոշեցի գուլպաներ գործել։ Դա իհարկե չնչին բան է, բայց դա մասնակցություն ունենալու այսպես մխիթարանք է։ Գնում էինք, գալիս էինք, դնում էինք, հավաքում էինք, խոսում էինք, լսում էինք, չգիտեինք իրականում, հա, միջև վերջ ուր է այս ամենը մեզ տանում եւ ինչ ենք մենք կոնկրետ անում։ Դա իհարկե բարձրացնում էր մարտական ոգին, շատ էր բարձրացնում այդ օրերին հատկապես։ Ես եղել եմ դասակի հրամանատար, զորացրվել եմ 2020 թվականի օգոստոս ամսին, երևի օգոստոսի կեսերին, ու տենց մոտավորապես մի ամիս հետո պատերազմը սկսել է ու ես նաեւ շատ մեծ պարտավորություն ունեի իմ մոտ եղած երբևէ բոլոր զինվորների առջև։ Այդ պարտքի զգացումի ընթացքում նաև եղել են շատ հիմար իրավիճակներ, երբ մարդիկ չգիտեն ինչպես պետք է։ Գիտեք, այո, սարսափելի ծանր էր, ողբերգություններ, բայց մենք միայն կարողանում ենք հումորով դրա տակից դուրս գալ։ Եվ հումորը ուզես թե չուզես թեմատիկ է լինում, հատկապես երբ մարդիկ չեն կարողանում իրենց չեղած ունակություններով եւ գիտելիքներով նպաստել ընդհանուր իրավիճակին, եւ դու փորձում ես նրանց ուղղորդել եւ դարձնել քո այդ փոքր երամի մաս, որպեսզի նա նույնպես կարողանա օգտակար լինել։ Մեր մոտ անընդհատ ինչ որ բաներ եկել են քաղաքացիական եւ անձանցից եւ կազմակերպություններից, տարբեր չափերով, տարբեր հատվածներով։ Պատասխանները, երբ որ մենք ուղարկում էինք այդ հավաքատեղից, պատասխանները այսպես գալիս էին ընդհանրական, ոչ թե անձնական, որովհետեւ մենք հետ հասցե չէինք գրում, որ դա մեզ կա։
այլ պարզապես դե ոգևորում էինք, իրենց ոգեշնչում էինք եւ իրենք էլ մեզ այստեղ։ Մինչ օրս ունենք պահպանված, երբ մեր դպրոցի երեխաները ուղարկել էին զինվորներին, գիտեք, մի կողմից մտածում ես, թե այնքան պարզունակ է, չէ, շատ է լինում հաճախ, բայց իրականում այդպիսի իրավիճակներում է սրվում այդպիսի կապը, հասարակության տարբեր անդամների միջև կապը, հա։ Իրենց օրինակ ինչ-որ մի փոքրիկ որևէ իր զինվորները հետ են ուղարկել այդ դպրոցի երեխաներին եւ գրությունները կիցեին։ Ես ուզում եմ հասկանալ որտեղից կա երեխաները, չեմ հիշում որ մենք ունեինք այդպիսի այդքան հասկացություն։ Խոսեմ նաև մեր ընկերներից մեկի կնոջ նամակի մասին, ցավոք սրտի ամենացավալի կետերից է իմ համար, մեր այդ ընկերը զոհված է ու իր կինը նամակ էր գրել, որը ինձ ինչ-որ մեկը ասեց, որ դու կարդացել ես այդ նամակը, ես չէի մտածում, որ տենց կարա հանրային լինի, հետո կարդացի, ասեցի, կարելի է բարձր ձայն կարդամ, բոլորը լսեն։ Այդ այն օրինակներից էր, որ կինը ամուսնուն այնքան շատ էր դուխ տալիս, չգիտեմ, ուրիշ արտահայտություն չգիտա դրա համար, այնքան հստակ էր կնոջ համար, որ դու ինչ անում ես հիմա ճիշտ ես անում, որ տենց կարելի էր կարդալ, որ բոլորը լսեին, բոլորի ոգին կբարձրանար դրանից հաստատ։ Պատկերացրեք, մեզ մոտ եղել են նաև բացարձակ, երբ մարդիկ ամբողջությամբ ուժասպառ են եղել, ընդ որում ոչ միայն աշխատանքից, այլ հենց հուզված լինելու հանգամանքով պայմանավորված, որովհետև երբ տեսնում են ու ասում են, այսպես եղավ, այնպես եղավ, կամ կարող է այսպես չպետք է լիներ, կարող է այդ իրավիճակներում մարդիկ այնքան են լարվում, որ դու այլևս ֆիզիկապես չես կարողանում, այսինքն ամբողջ մարմինը գիտակցությամբ վերցված, ինձ ամբողջությամբ ոնց որ մի պահի լրիվ անկում ապրի ու մարդիկ գիտակցությունն է եղել, որ մեզ մոտ կորցրել են, եղել է բացարձակ այնպիսի լաց, որ ես օրինակ իմ կյանքում չեմ լսել, անգամ երբ երիտասարդ էի եւ ավելի պատերազմական իրավիճակներին եմ մոտ եղել։ Շատ այսպես հակասական զգացմունքներ ունեինք, թե մեկը ստխրում էր կամ ընկճվում էր, մյուսը ոգևորում էր, այդ մասխալատները գործվում էին հայրենասիրական երգերով, ուղեկցվելով։ Եվ այդ մոմավառության ժամանակ հիշում եմ, որ բարձր ձայնով հեկեկում էի, երբ որ բարձր երաժշտություն էին միացրել։ Անվալյան Տիգրան Սուրենին, Գևորգյան Կարեն Ազատին, Կասպարյան Վահե Սաշային, Սարգսյան Սարգիս Արմենին։ Մեր պարտության օրն է։ Դա պետք է ընդունել, դա պետք է ապրել, անցնել դրա մեջով, չհերքել, միևնույն ժամանակ դրանից չկոտրվել, հասկանալ, որ դա դաս է, որ հաջորդ անգամ, իսկ հաջորդ անգամը երբեք մի անտեսեք, այսինքն երբեք մի համարեք, որ վերջ հնարավոր չի նման բան լինի։ Դա դաս է, որ հաջորդ անգամ մենք դրա մեջով չանցնենք։ Չեմ կարծում, թե այդ օրերը որևէ մեկը կարող է մոռանալ, որովհետև այլ կյանք է այսօր։ Այդպես չի լինում նախ։ Եվ երկրորդ հերթին այլևս չենք կարող ասել, որ մենք ունենք այլ կյանք, որովհետև միևնույն է, դա այդ ամենը շարունակվում է, կապ չունի թե ինչ տեսքով։